Ինչպես տեղեկացա առաջիկա օրերին մինչև ապրիլի 4-ը, մինչև հերթական համագումարը, հանրապետական 18-րդ համագումարը, հանրապետական կուսակցությունը ուրեմն ԳՄ նիստ ունի, որտեղ կհրապարակվի որոշումը, թե ինչ որոշում է կայացրել ընտրությունների մասնակցության, չմասնակցության, նաև իրենց ուրեմն բանաձևը, որովհետև լսում ենք առաջի դեմքերը կուսակցության խոսում են, որ առաջարկ կա լինելու նաև ընդդիմադիր դաշտին, ինչպես մոբիլիզացնել ուժերը Նիկոլի ռեժիմը հեռացնելու համար, ես կարծում եմ դա շատ լուրջ ուրեմն խաղի կանոն կարող է փոխել եւ շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ առ այս պահը այլևս անտինիկոլ ճամբարում դիրքավորված ուժերի ռազմավարության եւ մարտավարության վրա, որտեղ լինենք անկեղծ, ես որևէ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց 3 կուսակցություն կա Հայաստանում, որոնք կայացած ինստիտուցիոնալ կուսակցություն այդ բառի իրական իմաստով դա հայ հեղափոխական դաշնակցությունն է, դա հանրապետական կուսակցությունն է եւ դա ՀԱԿ-ն է եւ բնականաբար շատ կարեւոր է լինելու նաեւ ՀՀԿ-ի դիրքորոշումը եւ իրապես կտեսնենք այն առաջարկները, որը վստահ եմ ներկայացվելու է ընդդիմադիր դաշտի եւ կհասկանանք ընդդիմադիր տարբեր ակտորների նպատակը ընդամենը խորհրդարանում մի քանի մանդատ ունենալն է եւ ով ուզում է նեղանա չնեղանա Նիկոլի համար մальчик для битья կամ девушка для битья աշխատելն է, թե իսկապես այնպիսի ուրեմն ռասկլատ ձևավորելն է կներեք այս բառի համար, որը հնարավորություն կտա հեռացնել այն ռեժիմը, որը բոլորի գնահատմամբ Հայաստանի ավտոբուսը տանում է դեպի մահ, դեպի վերջնական վրաերթ եւ դեպի կործանում։